9:30 հանրայինի եթերում ուղիղ եթերի ժամ է, ողջունում ենք բոլորին եւ ասում բարի լույս։ Ասում ենք բարի լույս եւ ուրախ ենք, որ շաբաթ առավոտյան մենք կրկին ձեզ ունենք հնարավորություն ասելու բարի լույս, թող երաժշտական լինի առավոտը, ռոմանտիկ լինի առավոտը, եթերային լինի առավոտը եւ շտապեք, եթե դեռ ձեր սիրելիներին չեք ասել, որ իրենց շատ եք սիրում, ճիշտ ժամանակն է։ Ոչ թե սուրճ ու սեր առավոտից, այլ լավ երաժշտություն առավոտից, երաժշտական առավոտից, ինչը նշանակում է ժամ ու կեսանոց կենթանի հնչողությամբ ռադիոհամերգ։ Թեպետ սուրճը մեզնից անպակաս է եւ վաղուց արդեն սուրճի չափաբաժինը մեզ մոտ շատացել է եւ մենք մեծ բաժակներով ենք խմում այդ սուրճը։ Մենք առաջադիմել ենք արդեն թեյի գավաթով խմում ենք սուրճ։ Դե հիմա այդպես էլ է ստացվում, ինչևէ չենք մոռանում նաեւ եւս մեկ կարեւոր հանգամանք, լայվն արդեն գործարկված է, հարգելի ռադիոլսողներ, դա էլ նշանակում է, որ մեզ կարող եք ոչ միայն լսել, այլև կարող եք դիտել։ Չենք մոռանում նաև ծափահարություններ, սրտիկներ, պաչիկներ, փուչիկներ, այդ ամենը շատ կարևոր են մեր արտիստների համար։ Ի վերջո չենք մոռանում, որ դրանք մեր եթերաժամին փոխարինում են ծափահարություններին։ Միանշանակ։ Եթե մենք հաճախ ասում ենք այսօր մեր ստուդիան մարդաշատ է, այսօր հակառակը, ստուդիան մարդաշատ չէ, բայց մենք շատ տաղանդավոր երկու երիտասարդ գիտարներով զինված, ժպիտներով սպասում են մեր ողջույններին, բարի լույս ասում ենք Վիգեն Հովսեփյանին եւ Գևորգ Ղազարյանին։ Բարի լույս տղաներ։ Բարի լույս։ Դե եթե մենք տեսնում ենք Վիգեն Հովսեփյանին, դա նշանակում է, որ իսպանական ռիթմերն են շատ լինելու, կրքոտ երաժշտությունն է շատ լինելու, սիրառատ է լինելու եթերը։ Եվ մենք այսօր կբացահայտենք նաև Գևորգ Ղազարյանի տաղանդը մեր ուղիղ եթերում։ Վիգենը խոստացել է նաև աշխուղական կատարումներ այսօր։ Հա, բայց միևնույնն է, բայց իսպաներեն։ Չէ, բայց միևնույնն է, ես կարծում եմ, որ այդուհանդերձ Վիգենի ոճը իսպանական է տանում դեպի աշխուղականն էլ որ երկի, ինչ որ չափ ելևէջները լինելու իսպանական, չէ։ Եվ կարող է հետաքրքիր միքս կարա լինի դեպ ասում, ինչու ոչ։ Հա, ինչու ոչ։ Ինչու ոչ։ Ինչու ոչ։ Միացեք մեր լայվին, երաժշտական առավոտը նաև ունի իր սեփական Facebook հենեջը, այնպես որ այնտեղ էլ հիմա ես կտարածեմ մեր լայվը, նաև սպասեք լուսանկարներ ընթացքում եթերի։ Մենք աշխատում ենք ձեզ համար սիրով եւ այո, այնպես է ստացվել, Վարորդը նաև հսկիչ է տարբերակն է։ Ես կխնդրեմ Տիգրանին նաև Facebook-յան հարթակում մեր լայվը տեղափոխել նաև երաժշտական առավոտի հարթակ, բայց կխնդրենք կոմենտները գրել Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջի լայվի տակ, որպեսզի ոչ մի կոմենտ մենք բաց չթողնենք։ Բաց արա, պատուհանդ բաց արա, լայվը Facebook-ըդ բաց արա։ Այո։ Եվ իհարկե ռադիո ընդունիչի ձայնը բարձրացրեք, եթե մեզ լսում եք ռադիոյով, որովհետև իսկապես շատ գեղեցիկ երգեր մենք այսօր կլսենք երգեր, որոնք սեր են հորդում, հա, այսպես ասենք։ Վիգեն Հովսեփյանը քիչ թե շատ հայտնի է, հանրությանը բնականաբար։ Այո։ Գուցե շատ հայտնի է, դե հիմա հայտնի, հա։ Ինչ կասեք Գևորգ Ղազարյանի մասին։ Վիգեն ջան, երկու խոսք ձեր կյանքից։ Գևորգ Ղազարյանի մասին իրականում իմ լավ ընկերն է, տաղանդավոր երաժիշտ։ Մեծ պատիվ ունեմ բացի ընկերություն անելուց բեմ կիսել Գևորգի հետ ինչ որ առիթներով ու շատ ուրախ եմ, որ իրականում այս Գևորգի հետ համագործակցությունը ստացվել է շատ պատահական։ Այ եկեք հենց այդտեղից սկզբից։ Ընկերությունը նախ գալիս է որ թվականից։ Բավականին թվականից։ Բավականինը շատ լավն էր։ Խմորեղենի արտադրամասերի վրա գրվում է, չէ՞, Science, չգիտեմ, 1820։ Շատ ընտիր համեմատություն արեցին։ Ձերը որտեղից է գալիս, 2000-ականներ։ Երևի 19։ 2019։ Ահա։ Սկսվեց սկզբից ընկերությունը։ Այո, սկզբից։ Հետո առիթ եղավ ինչ որ նախագիծ կար, որտեղ պետք է հանդես գայի ակուստիկ տարբերակով։ Եվ շատ հարմար առիթ էր, որ Գևորգին առաջարկեի, որ միասին նվագեինք։ Ու այդպես թափանցիկ գիտարը գրավեց։ Հա, ինձ էլ շատ։ Հենց հետաքրքիր է։ Թիթիս գիտար է։ Իդեպ յուրաքանչյուր ձեզանից քանի գործիք ունի, ես միշտ հայտարարում եմ գործիքները երաժիշտների մեզ մոտ։ Իմանանք ով քանի հատ ինչ արել։ Որն եք վաճառել, որն եք պահել, ինչքան գումարով եք վաճառել։ Թանկանոց գործիք է թե ոչ, բայց իմանանք։ Բավականին գործիքներ ունենք, բայց քիչ է։ Երաժիշտների համար ինչքան էլ ունենաս, այդ քիչ է, էլի հիվանդություն է այսպես։ Հա, այդ պետք է ունենաս գիտարի մի հատ կարմիրը, մի հատ սևը։ Այդ մարքեթինգը լավ աշխատել է, էլի։ Իսկ թափանցիկը այդ դեպքում ինչ է կանում։ Արդյոք այս տարբերակը չի ազդում ձայների վրա։ Հա, էլի։ Չէ, իրականում այս տարբերակը շատ լավ տարբերակ է ճամփորդության համար, թեթև է, հա, կոմպակտ է։ Համբուջուրա, իսկ հիմա այս գիտարները արդեն խնդիր է առաջացնում։ Ինչու։ Չեն թույլատրում։
տեղափոխել կամ պետքա առանձին տոմս պետք է, չէ՞, գնեք, որ գիտարը հանգիստ նստի իր համար։ համար։ Չեն թույլատրում, որ եւս մեկը գնես։ Բա բիզնեսը ոնց պիտի աճի գիտար։ Գիտարի համար բիզնես տոմս, երգչի համար առանձին սովորական էկոնոմ, այլ ինչ։ Երաժիշտների կյանքն էլ մի բան չի։ Գիտարի համար բիզնես տոմս գնել, որ չկոտրվի, էլի։ Այդ կարգի։ Այսպեսի խնդիրներ ունեն։ Շամպայնը դուք կվայելեք, լավ, գիտարը չի վայելի, ոչինչ։ Շատ հետաքրքիր էր մեր զրույցը, իրականում, այսպես, եկեք սկսենք մեր ռադիոհամերգը, ինչ եք լսելու։ Ինչով բացեինք։ Հա, իրականում, որ սկսեցինք իսպանական տրամադրությամբ, ուզում եմ ասել, որ մենակ իսպանական չի լինում։ Դե, հա։ Այս նախագիծը Գևորգ հետ համագործակցություն ինձ առիթ տվեց երգել այն երգերը, որոնք չեմ կարողանում կատարել մենակ, հա, ժամանակ, քանի որ ակումբային համերգներին մարդիկ գալիս են ավելի ուրախ ժամանց ունենալ եւ այնտեղ առիթ չկար այսպեսի մեր սրտի գործերը կատարելու, իսկ հիմա քանի որ երկուսով ենք, այսինքն ձեր սրտի երգերն ենք լսելու այսօր։ Ձեր սրտին էլ կդիպ չէ։ Ինչ հետաքրքիր է այդ տարիներ շարունակ կատարողները ասում են սրտի, այսինքն այլ ոչ փայծախի, այլ ոչ թոքերը երգեր, սրտի երգեր, խնդրեմ, ոչ ավել, ոչ պակաս։ Այստեղ արդեն ողջունում են Վահե Արթինյանն է ասում բարի լույս կսպասենք շատ լավ երաժշտություն լսելուն, հա։ Վիոլետան Պետրոսյանն ասում է բարի լույս աշխարհ, Հայաստան աշխարհ։ Լուսինե Նորեկյանն է մեզ տրամադրված սպասում են ձեր առաջին կատարումը։ Վաչե Փաշինյանն է մեզ դիտում ջերմ ողջույններ մեր գործընկերներին, ինչ հաճել է, չէ՞ որ գործընկերները տել են Արտոնում վաղ ու հետևում։ Մի խոսքով ռոմանտիկ տրամադրությունն այսօր ապահոված է, չէ՞ լինելու։ Ինչ գիտես։ Օ, համպարային, չէ՞, էլ ինչ է լինելու։ Թաշկինակներ պատրաստեն, թե ոչ ռադիոլսողները մելամաղձոտ, ռոմանտիկ, վերջով, ինչ չորացնենք։ Ահա։ Եկեք սկսենք վերջով։ Գնացինք։
Ծափարություններն հնչում այս պահին ձեզ համար Մենք դուք երկում եք ձյունանուշիկը ձեզ ջուր բերեց, տեսնում եք։ Կարող եք վերցնել, այո։ Նոր տարի լիներ, գիտես, որ դրա մոտ բերում նվերը թողնում։ Նվերը թողնում փախնում են, չէ՞, ձյունանուշ այս պահին ես էի, Տիգրան ջան։ Բայլով։ Տես ինչ գեղեցիկ ձյունանուշ է, օրիգինալ ձյունանուշ է, թխահեր ձյունանուշ։ Միայն մեր եթերում կարող այսպես ձյունանուշը ջուրը բերել ու թողնել կադրողների փախնել։ Կադրի մոտ, ոչ թե դրան մոտ, այլ կադրի մոտ։ Այնպես արեցի, որ կադրում չհայտնվի։ Այ կադրը դուրը ծեծեցի։ Դե մեր դուրն էլ կադրն է, այո։ Դուրն էլ կադրն է։ Օնլայն հարթակում արդեն ակտիվացել են մեր ռադիո լսողները, իդեպ շնորհակալ ենք ձեզ, որ միանգամից արձագանքեցիք, այսպես եւ սկսեցիք գրառումներ անել, Վաչեն մեզ պատասխան ջերմ ողջույններ է ուղարկում, Հովանես Կոնդյանն ասում է բարի լույս հայեր ջան, ջերմ ողջույններ, եւ դուք արդեն հասկացաք, թե որքան լիրիկական ու գեղեցիկ եթեր, լիրիկական ոգով այսպես Ես դեռ համաձայն չեմ եւ չհասկացա, հիմա վերջը լիրիկական, իսպանական, աշուղական, ինչ է լինելու վերջը։ Սկիզբը շատ էսպես ուրիշ տեղ տարավ, լրիվ շատ հետաքրքիր, դիպչեց հոգու նուրբ լարերին, ես կասեմ։ Հաշվի առնելով երգի բովանդակությունը, մեղեդայնությունը, մենք շատ լավ գիտենք ամբողջ, այսպես ասած, երգի կառուցվածքը ու դրամաբանությունը եւ ինքնաբերաբար արդեն որքան էլ կա լիրիկական նոտաներով համեմված երգի, այդուհանդերձ մենք գիտենք, թե ենթատեքստը եւ կարեւոր մեսիջը այստեղ որն է։ Դա էլ իմացա։ Հիմա էլ հասկացանք, թե սրտի երգերը որոնք են փաստորեն։ Չգիտենք։ Դե այ խոսենք հենց սրտի երգերից։ Հետաքրքիր բան ասացիր Վիգեն, որ միշտ չէ, որ ունենք այդ հնարավորությունը մեր սրտի երգերը կատարել, որովհետեւ եթե գնում ես որևէ տեղ ելույթ ունենալու, հաշվես առնում շատ նրբություններ եւ փորձում այսպես գտնել ոսկեմիջին տարբերակը, որպեսզի համատեղելի լինեն երգերը, բայց միշտ չի, որ դրանք քո սրտի երգերն են ստացվում է։ Միշտ չի, որ այդպես է, երևի միգուցե դրանից է, որ մենք սրտի երգեր ունենք, երևի որ շատ կատարենք, արդեն սովորական կդառնային իրանք։ Ամեն դեպքում դա նորմալ է, որովհետև այսօր ամենտեղ աշխատելու համար կոմերցիա է պետք եւ այն ինչ որ հանրությունն է պահանջում, բայց պետք է նաեւ գտնել ինչ-որ փոքրիկ անկյուն եւ հնարավորություններ, որ կատարել են երգերը, որոնք հանրությանը քիչ են հայտնի կամ քիչ են հաճելի, կամ հաճելին քիչ են։ Կոմերցիոն չեն։ Կոմերցիոն չեն, դա։ Հետաքրքիր բան ասացիք պետք է լինեն կոմերցիոն եւ թե ինչ են պահանջում։ Չէ՞ որ այդ պահանջը ստեղծում եք դուք երաժիշտներդ։ Եվ եթե դուք քիչ ականջին սովորեցնեք, եւ այո, եւ կամ կոմերցիոն տարբերակը հաշվի առնենք, վերցնենք կոմերցիոն, բայց միայն որակյալը։ Եվ այո եւ ոչ, իրականում մենակ երաժիշտները չեն, որ պետք է աշխատեն։ Չէ, մենք էլ պիտի աշխատենք։ Մենք էլ պետությունն էլ ընդհանուր մեծ, բավականին մեծ աշխատանք է այդ կողմում։ Լավ, հիմա մենք ներկայացնում ենք որակյալը, դուք որակյալը մատուցում եք, բայց միևնույնն է մեկ ուրիշ է TikTok-ը, ասած պտտում է մեկ էլ կանգնում է մի հատ այնպես հետաքրքիր։ Ճակերտներում ասած, հա։ Ինչ որ բան է սկսում լսել ու ասում, օ, տես ինչ։ Իսկ կարող ենք այդ կոկլոց փոխանել, ասել ոռնոց։ Դե հիմա կարող ենք իհարկե, բայց ոչինչ։ Դե հիմա իրենց անուններով ինչ անենք, ինչ անենք։ Այ մարդը այսպես գլխով հարվածում է պատին, բայց պատը չի ճաքում։ Այսինքն ստացվում է որոշ մարդիկ իրենց տեղում կատարում են այդ աշխատանքը, իրենց համար դա շատ կարևոր է, բայց որոշ հարթակներ կան, որ
այդ ամբողջ աշխատանքը ջուրն են գցում։ Այն մյուսը գումար է աշխատում, իսկ այն մյուսը նայում է թե ինչպես է նա գումար աշխատում։ Իրականում պետք է համակերպվել իրականության հետ եւ պետք է հասկանալ, որ ամբողջ աշխարհում հանրությունը, հասարակությունը սիրում է լսել հասարակ կոմերցիոն երաժշտություն։ Եվ թե մեր երկրում դա կլկլոցով է արտահայտվում ուրիշ տեղ այլ կերպ, ես կարամ ասեմ ձեզ, որ Իսպանիայում որտեղ ես շատ եմ բնակվել, 15 տարի ապրել եմ։ Մի հատ պատմեք, այնտեղ էլ է տենց խնդրեմ ոնց որ մեզ։ Այնտեղ որ դուք իսպանական ռաբիզ է։ Հա, ինչ են անում։ Ինչ են լսում իրանք պատանիները, երեխաները, ինչ բովանդակությամբ երկեր ու ինչ աստիճանի վատ որակի երկեր, դուք ասեք մեր ռաբիզը լավ է։ Շատ ավելի լավ է, որովհետև մեր ռաբիզի մեջ կարող է ելևեժներն են արևելյան, բայց այնտեղ կոնկրետ հոգեբանական ինչ որ շեղվածության է տանում երկրի ինչ որ բանով։ Չէ, մեր մոտ վերջ էլ չենք բողոքի մեր ռաբիսից։ Սիրառատ երկեր են, այսպես կարող եք։ Ուղղակի այլ օտար կլկլոցներն ու մխ կտոցներն են, որ ականջ են սղոցում եւ դու Ես առաջարկ ունեմ։ Եկեք դա անվանենք վերակենդանացման երաժշտություն, իսկ ձերը սրտի երաժշտություն։ Այսինքն սրտային պալատ եւ դա վերակենդանացման չի։ Ռեանիմացիա մարդու կյանքեր են փրկում։ Դեպի ռեանիմացիա, հասկանում ես, դեպի ռեանիմացիա կոչվում է այդ ոճը։ Չգիտեմ, բայց այդուհանդերձ, այո, դուք ճիշտ նշեցիք, որ ամբողջ աշխարհն է այդպես հաշվի առնելով նաեւ, որ էստրադան ինչքան պարզունակ է, լա տապալյա դժվար չի հիշել, այնքան ինքը ավելի հիթ է դառնում, այսինքն մենք դիտարկում ենք, որ մարդիկ ալարում են մի քիչ մտածեն, հա, այսօրվա սպառողական հասարակության համար ինչքան հեշտ, ինչքան պարզունակ, այնքան արագ այս ժամանակները այնպես են դարձել։ Fast food-ը։ Fast food գտանք ճիշտ։ Արագ մարսվող։ Բայց այդուհանդերձ մենք ինչքան էլ դժգոհ ենք, համամիտեք, չէ, որ որակյալ երաժշտությունը մնայուն է եւ երբեք չի կորի։ Ի տարբերություն ծնգլիկների։ Էլ հիմա արդեն չէ։ Ինչ, չէ, չի կորում, չի կորի, չի կարող կորել, անհնար է դա։ Կարող է Newsfeed-ում կորել։ Newsfeed-ում թող կորի, բայց քո սրտում կան այդ երգերը, չէ։ Եվ ի վերջո ունենք երաժիշտներ, որոնք առանձնացնում են սրտի երգերը եւ հանրայինի եթերից այդ հնչեցնում են այդ երգերը։ Եկեք փիլիսոփայենք, ես առաջարկում եմ փիլիսոփայական հատվածը փակենք եւ անցնենք երաժշտությանը։ Երաժշտությանը կատարենք։ Կատարում է խումբը։ Դերևս իմ ամենասիրելի գործերից մեկը Գուլոն։ Օ։ Ելատանից թափքելացի լանգով սրկի երթսացի գուլոն տունչե նստալացի վայլե կույաման գուլոն տունչե նստալացի վայլե yaman gulo Kurunele kertamarak urutelik negrukarak Urxemerik çursaranोrak baylego yaman guru Urxemerik çursaranोrak baylego yaman guru
կային է քարիս ձերով կանեկան քեզիս մոտիկ երթան չճաշնազիս այլեկուրոյան գուրոր մոտիկ երթան չճաշնազիս այլեկուրոյան Դուք լսում եք ծափարությունները շատ բարձր են ծափարում այսօր մեր ծափարողները ապրեն Այստեղ իսկապես սրտի երգեր էին ու սրտից բխող երգեր եմ իզուր չէր որ սկզբից ասում եմ որ սիրառատ տրամադրությունը իշխելու է դեռ որ այդպես է հրաշալի է Այս երգով ողջունենք Վահան Գուլոյանին Այդպիսի տպավորություն առաջացրեց այսպես Տիգրան Գուլոյան ազգանունով բոլոր մեր օգտատերերին Այո մենք ունենք նամակ մեզ գրում է Վահե Մարտինյանը նշмарեցի թե ձեր սուրճի բաժակները բավական լավ չափով է Այո մենք արդեն զարգացել ենք եւ ավանդական սուրճի բաժակներից անցել ենք թեյի գավաթներին եւ հիմա մեծ այսպես դույլի նման սուրճ ենք ըմպում ոչինչ որքան քեզ ուրախ կպահե Այո ոչինչ Լավ Եվ նաև որակյալ երաժշտություն, որ պատիվ կբերե մեր նախկին մեծերուն Այսպեսի կարևոր կոմպլիմենտ Ողջույններ Վահան Գուլոյանից Ինձ հետաքրքիր է թե Վահե Արթինյանը որտեղ է բնակվում Վահե ջան գրեք մեզ իմանանք որտեղից եք մեզ դիտում եւ լսում Այո սա էլ է շատ կարևոր եւ ջերմ ողջույններ բոլոր մեր ռադիո լսողներին եւ այստեղ փաստորեն ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մարդկանց հետեւել լինել ներկա on-line տարբերակի միջոցով կապ չունի թե որ տարածքում են Կապ չունի թե ինչով են լսում, գուցեև ասենք օրինակ լվացքի մեքենա, որի մեջ կա ռադիոընդունիչ զուգահեռ եւ լվացք է լինում եւ ռադիո են լսում, դա էլ կա։ Այդ էլ ու վերջ։ Ուզում հասկանալ Գևորգը ինչու մեզ հետ չի խոսում այսօր։ Գևորգ, որտեղ հարց չենք տալիս Գևորգը չի հաղորդակցվում, շատ լուր ունի։ Գևորգը խոսափող չունի, մենք զրկել ենք դրան այդ հնարավորությունից։ Հատուկ է սարել, որ չխոսես, Գևորգ ջան։ Վիգենն է այդպես արել։ Վիգենը հատուկ իր համար խոսափող է ուզել եւ որպեսզի Գևորգը չխոսի։ Ես այսպես կանեմ։ Ասացին կարող ենք թեքել։ Պտտեք։ Վերջապես ծափարություններ մենք Գևորգի ձայնը լսեցինք։ Գևորգ, ինչ լավ է։ Դե չէ, տպավորությունն է, որ Վիգենը հատուկ ձեր այսպես ընկերություն օգտագործում միայն իրեն PR անելու համար, ինքը խոսի, երգի, հա, եւ Գևորգը չխոսի։ Մենք դա թույլ չենք տա։ Մեզ մոտ բոլորը հավասար են եթերում։ Այո, Գևորգ, պատմեք, խնդրեմ, ինչպես սկսվեց ձեր համագործակցությունը Վիգենի հետ։ Նույն պատմությունն է ինչ որ Այ ուզում հասկանալ փոփոխություն կա, տարբերություն կա թե ոչ։ Ձեր տեսակետը խնդրում։ Հա, որտեղ դուք այդ ժամանակ ակաջակալներով եք։ Լինենք, ձեր տեսակետը։ Չեք լսում ինքը ինչ է ասում, հա, հիմա ուզում հասկանամ։ Ասում ինչ ես ասել։ Նույն բանն է, ոչ մի տարբերություն։ Մեր համագործակցությունը սկսեց ընկերությունից։ Ահա, դա կար։ Լավ։ Ընկերություն էինք անում, հետո առիթ եղավ պրոյեկտի շրջանակներում միասին համագործակցել։ Ահա։ Ու հասկացանք, որ մեր մոտ բացի ընկերությունը նաև երաշտական ընկերությունն է ստացվում։ Իսկ դա շատ կարևոր է։ Իսկ երբ հասակ կոմերցիոն հատվածին արդեն ինչ եղավ։ Կոմերցիոն հատվածին մենք դեռևս չենք։ Դեռ սրտի երգեր են երգում եւ այսպես կոմերցիոն ելույթ չեն ունեցել։ Գումար կիսել բան չկա։ Չեն աշխատել մարդիկ իրար այդ փող դեռ։ Այսինքն հայտարարելու ոչինչ չունեն։ Դեռ չունեն հայտարարելու։ Ոնց որ բանը կես դրույք հայտարարագրման կենտրոնից լինես, Տիգրան ջան։ Մենք ենք վճարում։ Դեռ իրենք եք վճարում, հա։ Ինձ հետաքրքիր է մի քիչ խոսենք երաժշտական ուղղվածության մասին, մասնագիտությունը կասեք ձեր։ Ես առաջի մասնագիտությամբ հաշվապահ եմ։ Այ տեսակ, ես ուր էի տանում, տեսակ։ Հետո այդ տեսանկյունից ասենք, հա, ժողովրդի ինստիտուտն եմ ավարտել, հետո նոր որպես երկրորդ մասնագիտություն կոնսերվատորիան եմ ավարտել։ Ահա, հաշվապահ երաժիշտ։ Ժազ գիտար բաժին։ Հիմա էլ ծրագրավորող եք աշխատում, չէ՞։ Չէ։ Չէ, հիմա դիզայներ է աշխատում։ Ռադիոյի տաղավարում եւ Վիգենի հետ։ Չէ, կոնկրետ բացի երաժշտությունից այլ աշխատանք այս պահի դրությամբ ունեք։ Վայելում եք կյանքը։ Այո, հաշվապահ, գիտարահար, ընտրել։ Բայց Գևորգը նվագում է, որ առաջատար մեր խմբերի։ հենց այդ է ուզում եմ իմանալ որտեղից։
Հասկացա։ Ես հարցը Մկո, նու գավարի մկո։ Նվագում եմ կամի Ահա։ Իմիջիայլոց մենք պլանավորում ենք բանակցել ձերոնց հետ, այո։ Համագործակցում եմ Երևանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Օհո։ Հետո։ Մենակ չասեք, այդտեղ թավջութակ եք նվագում։ Չէ։ Ամեն ինչ պատտվում է գիտարի շուրջ։ Հա, ամեն ինչ գիտարի շուրջ։ Էլ որտեղ եք աշխատում։ Եվ արտիստների, արդեն անհատ արտիստների հետ տարբեր շրջագայություններով, այստեղ տեղի համերգներով, մի խոսքով։ Փաստորեն այդ լուրը մունջ երիտասարդը որ նստած էր արդեն, հա, 30 րոպե մոտարապես մենք խոսեցրեցինք, տես ինչքան բան է անում, որի մասին մենք չգիտենք։ Նա աշխատում է, ոչ թե խոսում։ Ավեր չէ, ճիշտ է, չէ։ Թե չէ խոսք, ահա, լավ է, բայց գործով են միշտ ապացուցում։ Գևորգ, անհատական սոլո կարիերայի մասին մտքեր կան թե ոչ։ Ունեմ մի գործ, այս ընթացքում հեղինակած, բայց մեծ գործ է։ Մի գործ է, բայց մեծ գործ է։ Չեմ կարող ասեմ մեծ, չէ, բայց այս պահին աշխատում եմ այդ ուղղությամբ, բայց որ ասեմ դրա մասին կարող եմ շատ երկար հիմա խոսալ, դեռևս չէ։ Այսինքն հեղինակային գործի մասին է։ Հա, հեղինակային արդեն։ Մենք արդեն այսինքն ստեղծագործում եք, բացի այնից որ նվագում եք։ Հա։ Դες ինչեր ենք բացահայտում։ Գևորգ ջան, ես վստահ եմ որ կգային օր եւ դուք բոլորին կուղարկեք մեկ այլ ուղությամբ եւ կասեք վերջ ես մենակ եմ այսու հետ։ Ինչեր է դավեր ես նյութում։ Գևորգը մենակ է գալիս։ Չէ՞ մի սաղորդման։ Սկանդալային է ստացվում։ Չէ, եկեք իրար հետ եկեք, շատ հետաքրքիր համահունչ դու հետ է ստացվել։ Մենք մեր դերերը միշտ բաց է, բայց այնպես կանենք որ Գևորգն էլ էլի խոսի, տես ինչքան ասելիք ունի մարդը։ Ես որ չասեի Գևորգը այդպես ականջակալներով կնստեր իր համար համեստ եւ լուր։ Ինչից է որ երաժիշտները, այն մարդիկ, որոնք շատ գործ են անում, չեն սիրում շատ խոսել։ Շատ համեստ է։ Հա ջան, խոսափողը կմոտեցնենք, չորրորդ խոսափող։ Ինչի՞։ Որովհետև շատ գործ են անում, դրա համար չեն սիրում։ Ժամանակ չի մնում, չէ՞ խոսալու։ Բայց չէ՞ որ ժամանակները փոխվել են եւ եթե չխոսես այդ մասին, գուցե արած այդ գործը այդքան էլ համամիտ եք, չէ՞։ Համամիտ եմ ձեզ հետ, բայց չէ, ցավոք իրականում ինքը այդ հարթակները պետք է օգտագործելի օգուտ ցանկացած արտիստի, բայց դրան չափուձև կա էլի։ Եկեք մի կատարում է լսենք, մենք հետո այդ հարթակներին կանդրադառնանք, հասկանանք դուք ոնց եք օգտագործում այդ հարթակները։ Քանի որ ժամանակը գնում է, ես ուզում եմ ձեզ հարցնել ինչ եք ուզում մենք լսել մեր կողմից։ Մենք ասենք Բոմբոլեյո։ Բմբուլներով պարա լուսին։ Դուք այսօր ձեր սրտի եթերն է։ Դուք եք որոշում, այո, եւ մեր ռադիո լսում։ Այո։ Հա։ Գնաց։ Սրտային պալատի երգերից, այո։ Կանչում եմ արի արի յար բույթներն չես գալիս ուղդ մարի ասայն չանեմ կանչում եմ արի արի յար Չես գալիս ուղդ մարի ասա ինչ անեմ
Ինչերով վարդ եմ քաղել յար բույթներն Ոտարցից շամին շաղեմ ասա ինչ անեմ Դարձյալ հնչում են բուրըն ծափարություններ ձեզ համար հիշեցնենք ռադիոլսողներին, որ այս առավոտ իրենց կենթանի կատարումներով գեղեցկացնում են Վիգեն Հովսեփյանը եւ Գևորգ Ղազարյանը։ Այ հիմա կարծում եմ ժամանակն է խոսելու այն հարթակների մասին, առանց որոնց երևի թե դժվար կլինի հիմա պատկերացնել ցանկացած ստեղծագործողի եւ ոչ միայն, հա, մեր կյանք առասարակ, ինչպես եք դուք այն օգտագործում։ Գիշերում եք այնտեղ թե ոչ։ Չէ, նու մեկ-մեկ պատահում է իհարկե։ Հա, պատահում է։ Չենք քունքունը չի տանում մարդու բնականաբար։ Լավ, ես նկատի ունեմ այ կարող էիք մտածել մասնագիտական առումով ինչ օգուտ է ձեզ տալիս սոցցանցը։ Մասնագիտական առումով իրականում շատ ենք կապված սոցցանցերի հետ, որովհետև ուզենք թե չուզենք։ Ասում եմ, ինչ մեղքներս թաքցնենք, շատ կապված են։ Այնտեղ է գովազդվում բոլոր համերգները, բոլոր նորությունները, բոլոր հետևորդները, ովքեր սիրում են մեր երաժշտությունը, այնտեղով են մեզ հետևում, բոլոր նորություններին այնտեղով են ծանոթանում։ Բնականաբար պետք է աշխատել այդ ուղղությամբ ու փորձել մաքսիմալ շատ նորություններ տալ հանդիսատեսին։ Իսկ այդ մաքսիմումը, հա, երևի թե չի կարող վնասել նաև գործին։ Երբ մարդ փորձում է անընդհատ ինչ-որ նորություններ ներարկել, դե գրագետ պիտի անես, չէ՞։ Ոնց եք անում։ Որ չհոգնածնեք։ Իրականում չենք էլ հասնում մեր ուզածի չափով տանք, մեր պրոյեկտները անսահման են, կարելի ասել։ Ինչ լավ է, որ այդքան բուրըն գործունեություն եք ծավալում, շատ լավ է։ Այդքան հնարավորություն չկա ու չի էլ լինի, որ մեր բոլոր Վիգեն, լավ է, որ անսահման է, իսկ որտեղից է գալիս այդ սկզբնաղբյուրը ներշնչանքի, վերջո բոլորս ժամանակ առ ժամանակ կանգ ենք առնում ստեղծագործական մտքի ճգնաժամի առաջ։ Ձեզ մոտ որտեղից է, խնդրում եմ, բացեք գաղտնիքը, մենք էլ այդտեղից սնվենք, որ երաժշտության մեջ կարծում եմ չկա սահման։ Դե մարդ կասում է չեմ ստեղծագործում, դադար է ինձ մոտ չկա։ Չի գալիս։ Մուսան չի գալիս։ Դե այստեղ չեմ կարող ասեմ իմ դեպքում, Գևորգի դեպքում, դե բնականաբար լինում են բայեր, երբ որ ինչ որ բան չես կարողանում անել, բայց գոնե կարաս նվագես այդ ժամանակ, կարաս երաժշտություն լսես, տարբեր բայց պետք չի չէ զորով ինչ որ բան ուզենալ ստեղծել, հանգիստ թողնենք կգա։ Որտեղից է գալիս այդ կետը, աղբյուրը, այդ ալիքը, ձեզ մոտ ինչ է, Իսպանիան է, Հայաստանն է։ Մոտ Իսպանիան է եւ Հայաստանը։ Միաձուլել եք։ Երկու մշակույթ է, երկուսն էլ առանձնահատուկ տեղ ունեն իմ սրտում եւ հոգում, ես ասում եմ հայկական երաժշտություն իմ հոգու երաժշտությունն է, իսկ իսպանական իմ սրտի։ Շատ լավ ձուլել եք։ Հետաքրքիր է Գևորգի մոտ ինչ տարբերակ է։ Մտածեք այդ գործիքը դեպի 5-րդ խոսափող խնդրում եմ։ Գևորգ ջան։ Մոտ շատ բազմավ sense ժանրա բնականաբար առաջին եւ sense հենց հոգու երաժշտությունը հենց քո ազգային երաժշտությունն է, որովհետեւ մենք ծնված օրվանից դրա տակ ենք մեծացել, այդ երգերն ենք լսել ու
ազդեցությունը, այո, գեները դրա ազդեցությունը որ երաժշտական գործունեության մեջ դոմինանտ է։ Ընտանիքում երաժիշտներ ձեզ մոտ կան։ Լուրջ չկան։ Մտակրքիր է։ Ամբողջ մեր ընտանիքը ֆինանսիստ է։ ֆինանսիստներ, տնտեսագետներ։ Դե ասում են ֆինանսները եւս երկում են ռոմանսներ։ Ֆինանսի պայոտ ռոմանսի չմոռանանք այդ արտահայտությունը հայտնի։ Ես կարծում եմ, որ այդուհանդերձ մանկության տարիները չէ՞ Վիգեն դրանով է պայմանավորված, որ սրտի երաժշտությունը իսպանական է։ Ի վերջո քիչ ժամանակ չեք ապրել Իսպանիայում։ 4 տարեկանից ապրել եմ Իսպանիայում, 15 տարի այնտեղ եմ եղել։ Ու եկավ մի պահ, երբ ես գիտար չեմ սիրել երբեք, որովհետև գիտարը իմ մոտ ասոցացվել է ռուսական շանսոնի հետ ու ինչ որ վիճակներ կար, այդ սովետական, որ ինձ դուր չէր գալիս, բնականաբար ես երաժշտությամբ եմ սկսել զբաղվել բավականին մեծ տարիքում 18-19 տարեկան է, երբ առաջին անգամ դեռ սկսել եմ նվագել եւ մինչ այդ պահը իմ մոտ գիտարը ասոցացվել է ինչ որ վատ վիճակների հետ եւ չեմ սիրել, հետո երբ որ ես տեսա իսպանացիները ինչպես են նվագում գիտար եւ դա ինչ մեղեդի կարող է չէ՞ գալ եւ պարտադիր չի այնտեղ լինի օղի եւ թթու վարունգ Ստեփացը մոռացակ այդ ժամանակ ես սիրահարվեցի գիտարի վրան գիտարին գիտարին այո եւ իրականում ժամանակահատվածում գիտար հայկական երաժշտություն էի ուզում նվագեի եւ չկար ուրիշ գործիք բնականաբար ինձ դուր չէր գալիս գիտարով նվագակցել հայկական ժողովրդական երաժշտություն բայց չկար ձեռքի տակ դհոլ չկար այո ինչ անել ստիպված գիտարով ստիպված արեցի եւ ստիպվածը դարձավ սիրելի իսկ ինչ նվագեցիք այդ ժամանակին տարիներ առաջ առաջին գործը որ փորձեցիք գիտարով հայկական այո հայկական առաջի գործը գիտարով Սարերի հովին մեռնեմն եմ գիտարով անգամ տակսկիր է փորձել եւ ստացվել է Մինչ 18 տարեկանը ասացիք, որ 18 տարեկանից եք սկսել, հա, այսպես որոշել, որ պիտի երաժշտությամբ զբաղվեք։ Մինչ այդ ինչ երազանքներ եք ունեցել, ինչ էիք մտածում, ինչ մասնագիտություն եք ընտրելու։ Ուй։ Չեք հիշում։ Իրականում կողմնորոշված չէիք։ Չեմ մտածել։ Ֆուտբոլիստ էի ուզում դառնալ, որ Ես ուզում եի ասել բասկետբոլիստ։ Հա, լուրջ, ուզում եի ասել բասկետբոլ։ Հետո ինչ պարզվեց։ Հետո պարզվեց, որ չեմ կարա։ Որովհետև լավ չէի խաղում։ Ախ։ Իրականում այդ ժամանակահատվածում Բարսելոնայում այնքան բուրըն պատանեկություն եմ ունեցել, որ չեմ հասցրել ապագայի մասին մտածել եւ այդ պիկի ժամանակ իմ կյանք եկավ երաժշտությունը եւ հասկացա, որ ահա այն է ինչ պետք է։ Կուզեմ երաժիշտ լինեմ։ Սկզբի շրջանում անգամ չեմ էլ մտածել պրոֆեսիոնալ կամ ինչ-որ բանի մասին, որովհետև ոչ մի տեղեկություն ու բան չկար երաժշտության մասին, էլի ինքս վախեցել եմ անգամ այդ մտքից, բայց թաքուն երազել եմ այդ մասին։ Վիգեն, հայրենիքից հեռու ի վերջո, հա, 7 տարության մեջ կա ձգտում զբաղվելու երաժշտությամբ, այ չէր մտածում ոնց ես հարթելու քո ուղին, ում օգնությամբ, չգիտեմ, ոնց ինչ է լինելու։ Իսկ դու ուղղակի սիրելով, հա։ Եթե սիրում ես ցանկացած բան, պետք չի մտածել ինչ-որ մեկի օգնության մասին, առաջինը դու ես, որ պետքա քեզ օգնես եւ կան ընկերներ, հարազատներ, բարեկամներ, ովքեր միշտ քո կողքին են։ Երաժշտի համար ամենակարևոր բանը կյանքում դա ունենալ մեկ գոնե իրեն լսող։ Այդ մեկից սկսում է ամեն ինչ։ Եվ այդ մեկը դու ես։ Հրաշք ստացվեց իրականում։ Իսպանիայում ուզում հասկանամ այդ դռները թակելու առումով ծանոթ խնամի բարեկամ ԽՑԲ-ն գործում է, թե աշխատում է։ Խառնվածքը նման է մեզ։ Հա, մեզ նման են, չէ՞, իրենք էլ տենց։ Եվրոպայում ավելի ցիվիլ տարբերակով են այդ։ Ինչպես ամենտեղ դա կա, բայց ամենտեղ էլ լավը գնահատվում է բնականաբար։ Իսկ երաժշտության մեջ չես կարող խափես։ Հա, բնականաբար։ Այ ոնց խափեք։ Հիմքում անկեղծությունն է, չէ՞, նաև այդուհանդերձ այստեղ շատ կարևոր է։ Որքան հասկացա, Վահե Արթինյանը մեզ ունկնդրում է Ավստրալիայից, մի րոպե Ավստրալիայից ճիշտ է, եւ ասում է միշտ լսում է մեզ, ու ասում է, որ որակյալ երաժշտությունը հիմքն է ամեն մյուս երաժշտությունների, դե հա միանշանակ իդուր չենք ասում, որ դասական կրթությունը միշտ ավելի հիմնարար գիտելիքներ է տալիս եւ միանգամից զգացվում է, որ երաժիշտը երբ ունենում է պրոֆեսիոնալ բարևներ Կայլի Մինոգին։ Ջենիս Աշեղ անունով օգտատերն է մեզ գրում, այո։ Բարի լույս, շնորհակալ ենք այս հաճելի պահերի համար, խնդրեմ, Ջենիս, դուք որտեղից եք մեզ գրում։ Վարդուշ Մաթևոսյանն ասում է Սիսյանից, արևոտ ու ջերմ բարևներ Հայաստանը, սանգին գոհարներ ու սուրբ
մասունքներ են մեզ մատուցում ձեր հյուրերը իրենց շատ գեղեցիկ կատարումներով։ Շնորհակալություն մերը պահելու, պահպանելու համար։ Բառերն ավելորդ են կեցեք։ Տեսնում եք ինչքան ջերմություն կա։ Կարինե Մկրտչյանն ասում է բարի լույս բոլորին, ձեր գեղեցիկ կատարումներով ջերմացրեցիք մեր զով առավոտը, մաղթում եմ մեծ ստեղծագործական հաջողություններ եւ պատկերացրու այսօր որոշել են մեր բոլոր գործընկերները մեզ դիտել։ Սևակ Հակոբյան, ջերմ ողջույններ։ Ինչի քնած չեք, լավ, մի օր մնացել եք տանը քնեք էլի Խաչիկն է մեզ հետևում, նա արձակուրդում է եւ չի կարողանում մեզնից կտրվել, այդպես կկարոտես մեզ սիրելի Արի մենք հարգանքի տուրք մատուցենք։ Բարևենք բոլորին իրականում։ Եվ իհարկե շատ հաճելի է որ գրում են մեր ռադիոլսողները իրենց սրտի խոսքն են ասում, այստեղ ինչպես ձեր պարագայում շատ կարևոր է անկեղծությունը։ Եվ եթերը իզուր չէ որ համեմատում են ռենտգենի ապարատի հետ։ Ես կասեի լակմուսի հետ։ Ինչու ռենտգեն։ Ռենտգենը թանկ ապարատ է, լակմուսը բավականին մատչելի բան է։ Ինչ եք լսելու հիմա։ Թող առավոտները բարի լինեն, հատկապես նման լավ երաժիշտների հետ։ Գրետա Մնացականյանն է գրում, Արտակն է ողջունում, խնդրեմ։ Գրում է ինչ կարդայ։ Հիմա մխկտալու ենք։ Լուրջ, մինչև էս չենք տխրել։ Այսքան լավ խոսքերից հետո որոշեցեք հիմա իսկականից հարգանքի տուրք մատուցել բոլորին։ Ինչ ենք լսելու։ Մի վախեցրեք։ Չէ, սիրուն երգ։ Ագիտեմ որ սիրունը չի կարող ձեր պարագայում գեղեցիկ չլինի, բայց ինչ ենք լսել։ Երազիմ երկիր։ Երազիմ երկիր։ Չհասկացա։ Գնացինք։ Բայց մի վարքան կներեք էլ ինձ հանդիսատեսությունների։ Միշտ ուզել եմ այս պրոցեդուրան ես էլ անեմ սենց մատով։ Ցանկ, բայց միշտ ուրիշ բան է ստացվել։ Իսկ ֆիքսել ես, որ գնում ես, ասենք, նվագախմբային համերգների, որտեղ նվագախումբն է նստած։ Փոսի մեջ, փոսից ինչ տերներ են գալիս։ Փոսը օպերայում է միայն։ Օպերան եմ ասում, բայց։ Չէ, ես նկատի ունեմ, գնում ես օրինակ ֆիլհարմոնիկ ու տեսնում ես նվագախումբը նստած է։ Այնտեղ փոս չկա։ Մի վարքյան, թույլ տուր ասեմ։ Ասա։ Երբ ամբողջ նվագախումբի անձնակազմը վերջին վարքյաններին լարում է գործիքները, բոլորովին էլ մեղեդի է դուրս գալիս է։ Նույնը փոսում էլ, փոսից էլ են լսվում։ Նույն բանն է։ Ուղղակի մի դահլիճում կա փոսում, եկում չկա։ Տղաները ոնց որ թե պատրաստ են, լարեցին վերջին ցնգլիկները եւ խնդրեմ։ Երազի իմ երկիր հայրենի հոգսերդ շատ հույսդ մեծ քարքարով երկիր երազի իմ երկիր հայրենի Հոգսերդ շատ հույսդ մեծ քարքարով երկիր Ես մի բուրն եմ քո հողի Ես մի ծիլն եմ քո արտի Ես մի թերթն եմ քո ծաղկի հայրենի Ես մի բուրն եմ քո հողի Ես մի ծիլն եմ քո արտի Ես մի թերթն եմ քո ծաղկի հայրենի Երազի իմ երկիր հայրենի
Սերաչատ հույսդ մեծ հարցվաղում երկիր Իմ պապերն են քեզ շահել Իմ եղբայրքն են քեզ պահել Կոնեն որդիկն ինձ ջահել հայրենի Իմ պապերն են քեզ շահել Իմ եղբայրքն են քեզ պահել Կոնեն որդիկն ինձ ջահել հայրենի Բրավո, իսկապես շատ հոգետով եւ շատ համեստ զուսպ կատարում երգ, որը մենք հանդստություն կա կատարման մեջ։ Սովոր ենք, չէ՞, երգը լսել այսպես շատ ավելի խրոխտ, հա, մասշտաբային այսպես, հա, տարբերակներում մոնումենտալ, բայց արի ուտես գիտարով շատ ավելի։ Ես երգը միշտ լսել եմ այդ տարբերակով ու հետո լսեցի Հայրիկ Մուրադյանին, թե ինչքան հանգիստ ու մի խորհուրդ հասկացա դրանից, որ հայրենիքը սիրելու համար պետք չի գոռալ։ Այո։ Կարելի է շատ լուրջ, շատ ու երգեր կան, որ իրականում հանգիստ ու առանց ինչ-որ բան ցուցադրելու ավելի գեղեցիկ է, իմ կարծիքով։ Մեսիջը ավելի տեղ է հասնում։ Եվ այստեղ հայրենիքը սիրելու համար, այո, պետք է գործել ուղղակի, աշխատել, հա։ Լուր, ոնց որ դուք եք սիրում։ Այս պարագայում այստեղ ջերմ խոսքեր կան, Մելանիա Գուրոկյանն է ծաղիկներ ուղարկում, այո, շարունակվում է բնականաբար։ Այո, երգեր կան, որոնք անկախ ամեն ինչից, գենետիկ, հա, այսպես մեջը տակնու վրա են անում։ Այսօր թեպետ շատ հանգիստ կատարեցիք, բայց իսկապես մխկտացրեցիք։ Ստացվեց։ Փակագծային առումը։ Փակագծերի մեջ դնենք, չէ, օգտագործեցի ուղղակի Վիգենի ընտրած բառը։ Այս երգը մեզ տալիս ավելի շատ մտածելու, հա, հնարավորություն, խորհելու, այլ ոչ մխկտալու։ Ես չէ, զուտ այդ բառը օգտագործեցի Վիգենի Համաձայն չեմ մխկտալու։ Մենք շատ ենք մխկտացել, եկեք այդ բառը հանենք։ Շատ շնորհակալ եք ասում։ Խորհել, մտածել, շատ վերարժևորել, հա, այստեղ շատ կարևոր է, երբ արժե համակարգը ճիշտ է, արդեն կարողանում ես ճիշտ դասակարգել եւ դարակներում համապատասխան դասավորել, թե մտքերդ, թե մտածողությունդ։ Ինչ ունեք ձեր դրանիում պարային տրամադրությամբ։ Պարային շատ ունենք, բայց ասած այդ բոմբոլեյո, չա։ Այդպես մի բաներ, ինչ ունեք։ Բոմբոլե ունենք, չունենք, իրականում չենք բոմբոլեյո չլինի բմբուլներ, հա, դա էլ է տարբերակ։ Ինչ ունեք, իսպանական։ Օրինակ, ինչ կմտածեք։ Ես իրականում կուզեի ասեք։ Այսօր ձեր սրտի եթերն է, դուք ինչ Un, dos, tres, ինչ որ նման։ Quattro, լալալայ։ Անպայման, այդ վերջում կանենք, Վերջում եք թողել, հա, իմացանք։ Վերջում եք ակտիվ։ Ահա։ Իրականում կուզեի կատարեինք վերջերս Կամի Ֆրենցի հետ առաջի ստուդիայում առիթ ունեցա համագործակցել ընկերներիս հետ եւ կատարեցինք Հայկոյի Սիրում եմ երգը, որը շատ ավարձականք ունեցավ։ Գաղտնիք բացեմ, YouTube-ի իմ playlist-ում առաջին հորիզոնականում է հենց քո կատարմամբ Սիրում եմ, հրաշք է ուղղակի, շատ։ Շատ ուրախ եմ, որ առիթ ընձեռնվեց համագործակցելու ընկերներիս հետ, շատ ուրախ եմ, որ երգը սիրվեց, շատ ուրախ եմ, որ մեր Հայկոյի երգն եմ կատարել։ Շատ կուզեի, որ ինքը լսեր այս տարբերակը, որովհետև ինքը Իսպանիա շատ էր սիրում։ Ես Հայկոյի հետ ցավոք սրտի քիչ եմ առիթ ունեցել շփվելու, բայց ամեն հանդիպումը եղել է դրական, ինքը դրական մարդ կարգին տղա է, իր մասին էր այդ խոսքը։ Չգիտեմ, ես այդ որ իր գործերը կատարելուց այն որ լրիվ ազատ եմ Իսպանիան տալիս, որովհետև գիտեմ ինքը որ լսեր հաստատ չէր նեղվի էլի այդ ամենից։ Սիրում եմ։ Հիմա այդ ենք լսելու։ Լսեմ։ Վաու։
կտրուկ տեմբրի փոփոխություն էլի հիմա։ Քեզ արից անեմ այս աշխարից հեռու որ միայն իրար սրտի զարկերն ենք լսելու որ նորից դուրս գաս իմ աչքերից ու հասկանաս սիրում եմ այնքան հոգումս կաս քեզ արից անեմ այս աշխարից հեռու աստղերի շշուկը հռության մեջ լսելու որ նորից վարկյանը մեզ համար օրեր թվա սրտիս մեջ քո սիրտդ երևա սիրում եմ քո աչքերում սերն իմ սիրուն է նրանց փայլով խնդրում եմ լուսացրու գիշերը իմ հոգում սիրում եմ քո աչքերում սերն իմ սիրուն է նրանց մեջ ապրում է երկնքի անունը մեր սիրում չես պատկերացնում ինչ կարևոր ինձ համար իմ տարօրինակ իմ խելագար ուրիշ աշխարհ Եվ տխրում ես դու ամբողջ հոգիս է անցրևում գիտես դու որքան եմ քեզ սիրում չեմ պատկերացնում ինչ կլիներ կյանքն առանց քեզ սիրտս անիմաստ հոգիս անթև արևն անտես մի շփիցը քո Դիեզերքում է տարածվում հոգումս երկեր են ոցնում սիրում եմ քո աչքերում սերն իմ սիրուն է նրանց փայլով խնդրում եմ լուսացրու գիշերը Սիրում եմ քո աչքերում սերն իմ սիրուն է ու նրանց մեջ ապրում է երկնքի անունը մեր սիրուն Սիրում եմ քո աչքերում սերն իմ սիրուն է
Լուսացրու գիշերը No comment. Միայն ծափարություններ։ Այն որ ասացիք սրտի երգեր, տենց շատ ուղիղ սրտի երգեր են, էլի, շատ մի տեսակ։ Ու իսկապես կարողացաք ձեր էմոցիաները այստեղ դնել։ Դարձնել երգը ձերը։ Ամբողջությամբ, դե Kami Friends-ի հետ համագործակցության ժամանակ արդեն առանձնացել էր։ Մի տեսակ շատ լավ նախագիծ է Միչայլոց, այդ երգերին նոր շունչ տալը ու ամեն արտիստի գույնը այդտեղ դնելը երգի մեջ։ Ասում եմ, դա այս երգը քո կատարմամբ իմ ցանկում ֆավորիտների մեջ է։ YouTube-ը գիտի ու անդադար ինձ բերում է։ Այն դիտումների մեջ որ կա 56-ը Լուսինեն է։ Ես անդադար լսում եմ այս երգը։ Ուղի հերարցակում սրտային պալատից, սրտային երգերով այսօր շատ հետաքրքիր է մեզ մոտ։ Այո, հանրային ուղիղ եթերում մենք շարունակում ենք հաղորդակցվել երկու շատ տաղանդասշատ երիտասարդների հետ՝ Վիգեն Հովսեփյանի եւ Գևորգ Ղազարյանի հետ։ Փիլիսոփական հարց պետք է գեմ հիմա։ Ուր է տանում այս ճանապարհը, որը դուք եք ընտրել, բնականաբար, որտեղ կա հոգու երաժշտություն, սրտի երաժշտություն, գիտար, այլ գործիք եւ ոնց հասկացա չեք պատկերացնում, միայն գիտարն է, այո։ Ինձ թվում է մենք էլ չենք պատկերացնում ուրիշ գործիք։ Նվագում եմ, բայց Ձերը գիտարն է։ Դե ելույթ ունենալու համար երկելու համար այո գիտար։ Վիկեն, ուր է տանում այս ճանապարհը եւ ինչ չես նվագի երբևիցե գիտարով։ Հնարավոր չէ նվագել որովհետեւ։ Ուր է տանում ցանկություն էլ այս չկա։ ճանապարհը, երաժշտի ճանապարհը ընդհանրապես կարամ ասեմ, որ շատ հետաքրքիր է, շատ սիրուն է։ Ու տանում անվերջություն ու անսահմանություն, որովհետեւ երաժիշտների կյանքը շատ հետաքրքիր է ու շատ տարբեր է մնացած։ Կարծում եմ ես։ Դե կա ասֆալտած ճանապարհ կա, քարտոտ ճանապարհ, մենք դա հասկացանք։ Հետո այնքանով է երաժշտի առաքելությունը նրանում է, որ անկախ մարդու մասնագիտությունից տենց մարդ չկա, որ առանց երաժշտության կարողանա ապրի։ Սինթեզող արվեստ եմ ասում իրեն։ Ինքը չգիտեմ ինչ է։ Բայց եղել են տարբերակներ, եկել են մեզ հյուր, ասել են մենք երաժշտություն չենք սիրում, չենք լսում ընդհանրապես։ Դե շատ քիչ են էլի այդ դեպքերը։ Այդ նոնսենս է։ Ամեն դեպքում ֆիլմ նայելուց հաստատ երաժշտություն կա մեջը, այդ էմոցիան որ ստանում են, բնականաբար երաժշտության միջոցով իրանք ստանում են։ Տեսած կլինեք էքսպերիմենտներ են անում, որ տեսանյութեր են տեղադրում, որ երաժշտություն չկա եւ այդ կինոյի կադրն է առանց երաժշտության։ Աղելի է, չէ՞ ստացած։ Դատարկ եմ, այո։ Իրականում ճիշտ երաժշտությունը ճիշտ տեղում ամբողջացնում է ամբողջ իրավիճակը։ Եթե դիտարկենք ցուցահանդեսները, ամենտեղ ճիշտ երաժշտությունը լրացնում ու հարստացնում է։ Մեր կյանքն էլ է չէ հարստացնում, մեր էմոցիաներն ավելի վառ են դառնում հենց ճիշտ երաժշտության միջոցով։ Եթե չի խանգարում եւ երաժշտությունը ճիշտ է։ Ինչ երբեք չես նվագի գիտարով, որը հնարավոր չէ։ Շատ բան չեմ նվագում գիտարով, որովհետեւ չեմ կարողանում։ Բայց Չէ, օրինակ եղել են երաժիշտներ մեզ հյուր, ասել են մեր գործիքը անսահման է, չկա այդպիսի բան, որ այս գործիքով չվերարտադրենք։ Եթե գործիքի մասին է խոսքը, գործիքը անսահման է, ես անսահման չեմ։ Բայց Գևորգը կարա ամեն ինչ նվագի։ Իր կողմից կարամ ասեմ, որ գիտարով ինքը կարա այն բաց թողած տեղերը։ Իր գործիքը թափանցիկ է, երևի դա չէ։ Դա չէ։ Չէ՞։ 5-րդ խոսափող խնդրում եմ, 4-ից 5-րդ անցում ենք կատարում։ Չէ, Վիգենը կա։ Իրան թերագնահատելու մեծ վարպետ է, հա։ Դուք նես չի որ իրար զիջում եք այդ առումով, շատ համեստ եք երկուսդ էլ, զորով ենք հարցնում։ Եվ որ կա մի բան, որ ձեր գործիքով չլինի նվագել։ Կամ դուք չեք ձեզ թույլ տա։ Բայց հարցը ավելի որ մի քիչ կոնկրետ ասեմ։ Օրինակ վարտանել պարտեզից կնվագեք ձեր գիտարով։ Այո։ Եթե մեղեդիների մասին է խոսքը, բոլոր մեղեդիները հնարավոր է նվագել գիտարով, այո։ Ինչու ոչ, այ ուզում ես լսել հիմա վարտանել պարտեզից ինչու։ Չէ, սիրուն վիճակը ռոմանտիկ է։ Հա, իրենք ամեն ինչ կարող են, տաղանդավոր տղաներ են, մենք արդեն համոզվեցինք դրանով։ Չեք կարող։ Կունենաք պատկերացնել։ Չէ, մեր իմիջայլոց ոչ, հետաքրքիր մի բան ասեմ, որ կոտրում է բոլոր կարծրատիպերը։ Հանրային ռադիոյում դիտումներ ստանում են միայն բովանդակություն
ունեցող գործերը եւ որակյալը։ Երբեք հայտնիությամբ մենք դիտումներ չենք ունեցել, ասենք ինչ որ մարդ հայտնի է եւ ինքը եկել է ու դրա հաշվին մենք դիտում կունենք, ոչ, բացարձակ չեք պատկերացնի, մեզ մոտ բոլորովին այլ լսարան է եւ մենք դրա համար շնորհակալ ենք Վեր ռադիո լսողներին։ Դուք ուրիշ եք։ Անձերն ու աստղերը չեն կարևոր, այլ բովանդակությունը։ Հետաքրքիր է, բայց Հայաստանում կա այդպիսի լսարան։ Կա այդպիսի ռադիո, որի անունն է հանրային ռադիո։ Ինչ եք լսելու հիմա։ Տեղափոխվենք իմ սիրելի Իսպանիա։ Իսպանական իրականում Իսպանիա չի, այս երաժշտությունը լատինոամերիկյան է, բայց Իսպանիայում էլ բավականին հայտնի։ Կկատարենք Black Orpheus-ի իսպանական տարբերակը, կարնավալը։ Աշուխ Orpheus կատարում։ Իրականում ուզում եմ ասեմ, որ իսպաներենը բավականին բարդ լեզու է։ Բարդ չի, ասի շատ գեղեցիկ լեզու է։ Գեղեցիկ է շատ, բայց բարդ։ Իրականական։ Երբ որ հասկանում ես իսպաներեն, սերը դառնում է ավելի գեղեցիկ։ Բաժանորդը դառնում է ավելի հասանելի։ Ոչ, ավելի գունեղ է ամեն ինչ, չէ՞, այդպես ասենք։ Ես կարծում եմ, որ դու կարող ես լեզուն չհասկանալ, բայց Իսպանիայում վայելես այդ գույները։ Իհարկե, բայց երբ որ լեզուն ես հասկանում, կրկնակի է դառնում այդ ամենը։ Բաժանորդը դրա համար հասանելի է դառնում։ Լավ, ոնց ասես Տիգրան ջան։ Y el sol si le llamo vendrá, se detendrá mi voz y hasta la eternidad, y en su camino irá hacia otro azul. Después yo no sé si hay después, si el sol volverá a despertar, porque la canción no ha de ser verdad, porque y encarnada. Y es que te busco yo, y aunque no habrás de estar y mentirá tu voz y en el azul, después ya no sé si hay después, si el sol volverá ya a despertar, porque la canción no ha de ser verdad, porque y en carnaval y en carnaval cantará el corazón la razón de vivir, cantará sin hablar ni sentir. Բրավո։ Խոսքեր չկան, շատ հետաքրքիր յուրահատուկ եթեր է այսօր մեզ մոտ։ Ես ուզում եմ հարցնել, Վիգեն, ձեր վերաբերմունք առասարակ
ռեմիքսներին, պոպուրիներին, հա, առհասարակ այն ամեն ինչ կապված է ինչ որ մի հայտնի բան, երկ վերցնել ու ձևափոխել։ Ինչպես է գրավել։ Ադրվում, ասում այս բանը գտնվում եմ այդ իրավիճակում ոնց էր։ Սիրում եք։ Մարդ կասма չէ, ես օրիգինալից այն կողմ ոչինչ չեմ կատարում։ Չէ, բնականաբար դա շատ հետաքրքիր է, ինքս էքսպերիմենտալ, հա։ Դրությամբ ունեմ մի պրոյեկտ, որը կոչվում է Armeno Flamenco եւ մենք այսինքն միքսել եք երկու ժողովուրդների, հա, ազգային երաժշտությունը եւ սարքում ենք Flamenco։ Մի րոպե, այսինքն Ռաբիսը սարքում ենք Flamenco։ Ինչու մենք չլսենք այսօր այդ տարբերակներից մեկը։ Ես դեմ չեմ, բայց իրենք պիտի հասկանանք, ասել ենք այսօր իրենց սրտի երգերն ենք լսելու։ Կարանք մի փոքր հատված լսենք։ Էլի, անոնց։ Քանի որ Գևորգի հետ պատրաստած չունենք, ես Գևորգի հանդեպ շատ դուրջ եմ տրամադրված։ Կարող նեղանալու գնալ։ Չէ, իմիջիալոց Արմինե Քոչարյանն ասում է շատ շնորհակալ եմ, որ իրենց անունով կոչեցիք հաղորդման սկզբում։ Շնորհակալություն է հայտնում, ասում է հանրայինն էլ ուրիշ է, սրտիկ ենք ուղարկում։ Մարտո Մարդոյանը հարցնում է բարև ձեզ, ողջունում եմ ձեզ։ Մի հարց, արդյոք փորձել եք հեղինակային ժանրի մեջ երգել կամ եթե ունեք ձեր երգը։ Երկերս ունեմ դեռ թաքուն են։ Հա, մեզ Գևորգն էլ աշխատում է, ասեց, հա։ Այո, կարող է հաջորդ մեր եթերաժամին լինեն հեղինակային երգեր, պրեմիերաներ անենք այստեղ, դե տեսեք, մտածեք։ Իրականում պարզապես դեռ իմ գրածը, իմ ստեղծածը այնքան դուրս չի եկել, որ դա հանձնեմ։ Բայց կարող է շատ լավն է, չէ՞, այդպես վերաբերում, ասում է լավը չի։ Այստեղ Գայանե Զատիկյանն ասում է բրավո, գրագետ կատարում յուրովի մատուցմամբ, իսկապես մենք նկատեցինք, որ ցանկացած երգ կարողանում եք ձեզ հատուկ հանգստությամբ մատուցել։ Այդ հանգստություն բառը այստեղ ոնց որ գերակշռում է այսօր, հա, ստացվում է այդպես։ Թեպետ վստահ ենք նաև, որ երբ մենք լսենք կրկոտ ռիթմերով հարուստ երգեր, այնտեղ կտեսնենք ոչ հանգստություն, թե էլի հանգիստ է։ Չէ, անհանգիստ է։ Անհանգիստ է, չէ։ Այո։ Տիգրանի էքսպերիմենտը ասած անենք, թե ոչ։ Անենք թե ոչ, ինչ կա։ Անենք։ Եկեք դեռ փորձենք։ Փոքրիկ Ինչու մենք հատված։ չլսենք, այո, ինչու մենք չլսենք։ Եկեք լսենք։ Ինչ այսօր Մի փոքր հատված եմ բայց երգել։ Հորդակեցիր կյանքայում Արխոսկերով դու վերջին Մատաղ կյանքս դառնացավ Անգութ ես դու անիրավ Մատաղ կյանքս դառնացավ Անգութ ես դու անիրավ Գարուն է բացվել Իմ սիրտն է լցվել Իսկ ես խենթացել Գարուն է բացվել Իմ սիրտն է լցվել Իսկ ես խենթացել Ուրա, ուրա։ հրաշալի էր։ Ես վստահ եմ Gypsy Kings-ը գողանար ձեզանից այս տարբերակը եւ կդարձներ իրենցը։ Իսկ ես առաջարկ ունեմ, որքան ժամանակ ձեզ անհրաժեշտ է, մենք այդ ժամանակը կտանք, այսինքն մենք կսպասենք հաջորդ եթերաժամին լսենք այդ սիրված մեր երգերը այս տարբերակներով, ընտրեք մի։ Այո, համաձայն եք, ստեղծենք ֆլամենկյան, հայկա ֆլամենկյան առավոտ։ Ինչու ոչ։ Ինչու ոչ, ինչու մենք դա չանենք։ Ինչու մենք պարտեզից վարդեր չբերենք այս տարբերակով։ Այդ երգն էլ կլսենք, չէ՞։ Պարտերվել եմ պարտեզից։ Բոլոր կսկսեն այդպես երգել արդեն։ Հա, բայց ավելի լավ, թող իսպանական ռիթմերով կոնե լինի, չէ։ Հրաշալի է, մենք պայմանավորվեցինք, հաջորդ եթերը երբ տղաները մեզ հյուր կգան, մենք կլսենք այն երգերը, որ մենք հաճախ լսել ենք, երգում են, մրթմրթացնում ենք, հա, քթի տակ գործանելուց, այլ տարբերակով, այսպես ռիթմերով հարուստ, նոր շունչ է, ինչու ոչ, նոր տարբերակներ։ Համաձայն ես, Տիգրան։ Փորձենք։ Ես ծրագրի սկզբում ասացի անուն ունի, ձեր նախագիծը մի տեսակ ասացիք։
մեր ընկերները անվանել են մեր նախագծը շատ ծիծաղալու է, բայց պետք է ասեմ, քանի որ Armeno Flamenco կար, այո, մեր նախագծին մեր ընկերները ասում են Arrinjo Flamenco, որովհետև Գևորգը Arrinjo-ում է ապրում էլի։ Իսկ Չարբախո Flamenco կա։ Չէ, մարդիկ այնտեղ չեն ապրում։ Եթե պատրաստվում է տեղափոխվի Չարբախո Flamenco էլ կարա դառնա, էլի։ Ված չի։ Լավ է, հետաքրքիր։ Քաղաքի հատվածների կարող ենք Flamenco Monaco Flamenco դառնանք կամ ինչ որ տենց Մոնակոյա կենտրոնա Flamenco, Թումանյանո Flamenco օրինակ։ Այստեղ ասում է Մելինա Յավրուզյանն ասում է ողջունում եմ ձեր հաղորդաշարը, ողջունում եմ ձեր հյուրերին։ Իսկապես հրաշալի կատարումներ են մատուցում տղաները, կեցեք որակյալ եթեր մատուցելու համար։ Ծափեր տղաներին։ Բայց ասենք որ տղաները պահել են այն իրենց լավ հետաքրքիր գործերը վերջի համար։ Ասենք որ պահել եք նման երկեր, ասիկ վերջում կլսենք։ Բայց քանի որ 20 րոպե է մնացել, քիչ նույնիսկ 20 րոպեից քիչ, կխնդրեմ արդեն հանել այդ ջրի երես հանեք այն պահածները։ Ինչ ենք հիմա լսելու։ Կարող ենք ավելի քիչ խոսել, որ ավելի շատ լսենք։ Ժամանակին ասում են այդ տակից է վաճառում։ Հա, թակում, կաշառքով։ Հա, հիմա հանեք այդ երկերը։ Եկեք, դուք մենակ ասեք։ Տեսնենք թե ինչ է ընտրում Վիգեն։ Բրավո, խոսքեր չկան, այդպես պահեք Արթուր Բաղրամյանն է գրում, տղաներին է ուղված, այո, իսկապես։ Փնտրում են տղաները, թող փնտրեն։ Շնորհակալ ենք ձեզ սիրելի ռադիոլսողներ եւս մեկ անգամ ձեր ջերմության, որովհետեւ ամեն ինչ պիտի ես կյանքում փոխադարձ լինի, ջերմ խոսքերի համար։ Այո, շատ նրբանկատ լսարան։ Այո։ Որը նկատում են նույնիսկ մեր սուրճի բաժակի մեջ։ Չափերը, այո, եւ ճաշակով ռադիոլսողի, որի համար ձևը չի կարևոր, այլ բովանդակությունը։ Ինչ պեղեցիք, Վիգեն։ Կատարենք մի շատ գեղեցիկ գործ, որ ֆիլմի սաունդթրեքն էր, հետո այո, բայց մենք կապ չունենք այդ ամեն ինչի հետ, էլի։ Միայն երգը։ Իրանք ինչ ուզում են թող անեն։ Մենք գործ չունենք։ Այո, մենք ֆիլմի սցենարի համար պատասխանատվություն չենք կրում։ Մենք միայն երգն ենք լսում։ Soy el fuego que arde tu piel, soy el agua que mata tu sed, el castillo, la torre yo soy, la espada que guarda el caudal, tú el aire que respiro yo, la luz de la luna en el mar, la garganta que ansía mojar, que te amaba de amor. Deseos me vas a dar. Dices tú, mi tesoro, basta con mirarlo y tuyo será, y tuyo será. Soy el fuego que arde tu piel, soy el agua que mata tu sed, el castillo, la torre yo soy, la espada que guarda el caudal, tú el aire que respiro yo, la luz de la luna en el mar, la garganta que ansía mojar, te amaba de amor. Deseos me vas a dar. Oh, dices tú, mi tesoro, basta con mirarlo y tuyo será,
Հիմա որ ասեմ, կասեք էլի ասեց։ Բոլոր երգերի մեջ կարողանում ես ագրեսիվ նրբությամբ մտցնել հանգստություն։ Եկեն, հիմա շատերը կմտածեն, կասեն այ ձայնի երանգը ինչ որտեղ այդպես ոչ բնական է, արհեստական է, հա, փորձում հաղորդել այդ խրպոտությունը։ Դա իրականում այդպես է, թե իրականում իսպանական երգեցողության կոկորտի դիրքը այսպես է։ Ֆլամենկո երգելուց այնտեղ բոլոր ես որ գնացի ձայնալարը ստուգելու, ինչ ասեցին։ Ձայնալարերում կա artificial ոնց արհեստական ձայնալարեր արտահայտություն կա, մինչև ձայնալարերը երբ որ սխալ ես երգում, այդտեղ ինքը վնասվում է։ Այո։ Դա կոկորտի աշխատանքից է կախված ու բոլոր ֆլամենկո երգիչները դա ունեն։ Որովհետև կոկորտով են հիմնականում։ Դա կոկորտ է, ձայնը բնականաբար դուրս չի գալիս սովորական տեղ։ Այստեղից է։ Այսինքն դա ծխելու հետ կապ չունի, որպեսզի լինի ունենաս խրպոտ ձայն։ Չէ։ Ծխողների ձայնը մի քիչ տարբեր է ֆլամենկոյի ձայնից։ Ֆլամենկո Իգլեսիասյան թաթա մեծի մասին է խոսքը։ Խուլիոն ասում էր ես շատ եմ ծխում, բայց իմ ձայնը հակառակ այսպես թավշյա երանգ ունի։ Նայած որտեղից ենք վերցնում, չէ։ Իրականում ստացվում է, որ ֆլամենկոյի պարագայում փաստորեն, եթե դասականի հետ ենք համեմատում, ֆլամենկոյի, չէ, նկատում եմ ֆլամենկոյի դպրոցը, թե որտեղից պիտի դուրս գա ձայնը, կոնկրետ հակասում է դասականի կանոններին, որովհետև այդ տարբերակը դասականում ընդունված չէ եւ համարվում է սխալ երգեցողություն։ Ուզում ես փչացնել ձայնալարերը երկիր ֆլամենկո, ինչպես ասում։ Իրականում ֆլամենկո երգիչներ կան, որ ավանդական նայում եք, իրանք այնքան վատ է իրանց վիճակը երգելուց, որ ասում Աստված իմ ոնց կարելի է։ Իրանք ու ֆլամենկո երգի դպրոց գոյություն չունի։ Դե հա։ Ֆլամենկո երգը չեն գնում ոչ միտեղ սովորելու, դա սովորում են այսպես լսելով, փորձելով Փողոցներում պարզապես իսպանացիները վերցնում են գիտարը, գիշերվա 2-ին ու սկսում են երգել փողոցում։ Ես այդպես սիրահարվեցի։ Ու ոչ մեկ չի բողոքում, ինչպես այստեղ։ Չեն բողոքում, ոստիկանություն չեն զանգում։ Բոլորը երգում են, ծափարում են պատշգամբներից։ Իսկ փողոցում պարում են պատահական անցորդները։ Ես ուզեցի գնալ այնտեղ։ Կարող ես գնալ, դու այդ տոմսեր բավականին թանկ են։ Ես ձևերը կգտնեմ։ Այստեղ Գայանե Զատիկյանն ասում է օրը սկսվում է Հանրայի ռադիոյով, ավարտվում իմ սիրելի ռադիոյով, ձեր հավատարիմ ունկնդիրն եմ, շատ հաճելի է, շատ իսկապես։ Կեցեք, որ մենք չենք փչացնում ձեր օրը։ Շնորհակալ ենք, որ սկսում եք եւ ավարտում մեզանով։ Ինչ լսենք հիմա, որովհետեւ քիչ ժամանակ ունենք ու ուզում ենք շատ երգեր հնչեն։ Եկեք Իրականում ես ցանկացած գործ որ կատարում եմ, պետք է լինի ինքը կամ հայերեն կամ իսպաներեն եւ անգլերեն չեք երգում։ Չէ։ Ես չեմ էլ պատկերացնում։ No English, դա այն տարբերակն է, որտեղ մուտք is very dangerous for։ Ձեզ համար հասկանալի է։ Is difficult? Very, okay. No possible, ինչպես։ Ինչ ենք լսելու։ Որ ամեն հայ երգիչ թեթև պարտականություն ունի Շարլ Ազնավուր երգելու, ես ցանկում ու երբ որ ուզում եի Շարլ Ազնավուր երգեի, բնականաբար ֆրանսերեն չէի կարա երգել եւ չարեցիք, թարգմանեցիք իսպաներեն։ Չէ, ինքը թարգմանել էր ժամանակին։ Դե ինքը կարծեմ երգում է իսպաներեն, 6 լեզվով, հա, ինչքան գիտեմ երգում է։ Եթե ոչ ավել։ Բավականին շրջագայություններ ունեցել ու իր երգերից ամենալավերը վերցրել է։ Թարգմանած է իսպաներեն եւ մենք կկատարենք այսօր Բոհեմիան։ Օհո, լսենք հետաքրքրեց։ Bohemia de París, que alegre, loca y gris, de un tiempo ya pasado, en donde en un desván, con traje
de Cancán posaba para mí. Y yo con devoción pintaba con pasión tu cuerpo fatigado. Y hasta el amanecer, y a veces sin comer y siempre sin dormir. Ah, bohemia, la bohemia era el amor, felicidad. La bohemia era una flor de nuestra edad. Debajo de un quinqué, la mesa del café feliz nos reunía, y hablando sin cesar, soñando con llegar la gloria a conseguir. Y cuando algún pintor hallaba un comprador, un lienzo le vendía, solíamos gritar, comer y pasear alegres por París. La bohemia era jurar de viste a mí. La bohemia, yo junto a ti con fría y con calor, el mismo buen humor, bailaba nuestro ser, luchando siempre igual con hambre hasta el final, hacíamos castillo y el ansia de vivir nos hizo resistir y no desfallecer. La bohemia, quiera mirar y amanecer. Ah, bohemia, la bohemia era soñar con un querer. O regresé a París, crucé su nebla gris y la encontré cambiado. Las lilas ya no están, ni su venal desván, morada de pasión, notando como ayer, donde por mi taller más ya lo han derrumbado y han puesto en su lugar abajo un café bar, arriba una pensión. La bohemia, que yo viví solo perdió. La bohemia era una flor que al fin murió. La bohemia que yo viví solo perdió. La bohemia y era una flor que al fin Այո, մեր on-line ծափարությունների միացան մեր ծափարությունները եւս on-line հարթակում Օլյա Սահակյանն ասում է բրավո, Զաքարյան Լեանան ասում է ինչ հաճելի եթեր, շնորհակալություն, սրտիկներ է ուղարկում, Մելինա Յավրոզյանն ասում է սա հայտնագործություն է, մեծ Շարլի Լաբոհեմ է ստեղծագործությամբ ֆանտաստիկ կատարում ու սրտիկ են ուղարկել, ես վստահ եմ շարունակվելու են։ Եվ ափսոս որ այս ֆանտաստիկ եթերը այսպես մնաց մեկ երկի հնարավորություն ունենք, շատ արագ այսպես պետք է շնորհակալություն հայտնենք ձեզ այսօրվա հետաքրքիր էմոցիաների, կատարումների, մտքերի համար, նաև ռադիոլսողներին իրենց գրառումների եւ արձագանքի համար։ Շնորհակալություն ձեր համեստության համար, որովհետեւ միշտ աշխատանքում եւ կուլիսներում, երբ աշխատում ես երաժիշտների հետ, շատ կարեւոր է նաև որակականը, մարդկային, հա, հրաշք եք դուք, շնորհակալություն։ Եթե դատարանում ունեն մեկ խոսքի հնարավորություն, դուք ունեք մեկ երկի հնարավորություն, եթերն ավարտվում է։ Վերջում որոշեք ինչ ինչով եզրափակենք եթերը։ Ամենա։ Հայկոյի վերև։ Այո, հրաշալի ընտրություն։ Ինչ այս կատարումով էլ հրաժեշտանք մեր ռադիոլսողներին, երաժշտական առավոտներ հանրային ուղիղ եթերում։ Սպասեք մեզ ամեն աշխատանքային օր, նաև շաբաթ օրերը։ Այո, ձեզ համար այսօր աշխատեցին Տիգրան Հարությունյանը եւ Լուսինե Մուրադյանը։ Հաջողություն։ Կհանդիպենք։
Ամեն անգամ ես արմանում եմ, որ բաժին հասարենց ինձ իմ լուսավոր Սրտիս երդումը չեմ դավաճանի Մեր սերը երկնային ատիճանի Սիրո ճամփով դեպի վերև ու մեզ համար է օրը կարևորը ես ու սիրո վերև Սիրո ճամփով դեպի վերև ամուր սեղմիր իմ ձեռքը Դիեզերքը զգում են երկուսով Հազարողի հազարում միաչար Բայց կա ու միայն մեկն է ինձ համար Որտեղ դու կաս այնտեղ է տունային Սրտիս կապված երջանկություն է յում Վերև Սիրո ճամփով դեպի վերև ու մեզ համար է օրը կարևորը ես ու սիրո Վերև Սիրո ճամփով դեպի վերև Ամուր սեղմիր իմ ձեռքը դիեզերքը զգում են երկուսով Սիրո ճամփով դեպի վերև ու մեզ համար է օրը կարևորը ես ու սիրո վերև Սիրո ճամփով դեպի վերև ամուր սեղմիր իմ ձեռքը Դիեզերքը զգում են երկուսով Ամեն անգամ ես արմանում եմ Բաժին հասարենց ինձ իմ լուսավոր Սրտիս երդումը չեմ դավաճանի Մեր սերը երկնային աստիճանի